Մեր քարոզարշավի ընթացքի և մանրամասների վերաբերյալ խոսք ունի ասելու Մայր Հայաստանի նախընտրական շտաբի ղեկավար Գևորգ Ստեփանյանը։ Սիրելի աղաշապացիներ, նախ Մայր Հայաստան կուսակցության անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր ջեր վերաբերմունքի համար, ընդունելության համար։ Քարոզարշավը Մայր Հայաստանի համար անցել է շատ լավ, դրական։ Կլինեմ հակիր և մի բան կխնդրեմ, որպես Մայր Հայաստան Երևան խմբակցության ավականու անդամ, մեր կռիվը Երևանում շարունակվում է և մեզ խնդիրն է, որ ոչ մի պարագայում թույլ չտանք աղաշապատում էջմիածնում, այս քաղաքացիական պայմանագիրը, այս թալանչիների փոքրիկ խմբակը, իրենց Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ և Հանրապետություն կուսակցությանը ոչ մի պարագայում թույլ չտանք իշխանություն ձևավորել։ Սրանք նույն խմբակն են, սրանք թալանչիների, թալանողների, ստի և կեղծիքի կայսրների մի փոքրիկ խմբակ է։ Սրանք երևանցիներին խաբեցին, կորզեցին ձեները և 9% ձայն հավաքելու արդյունքում Երևանում սկսեցին կառավարել խայտառակ ձեր, թալանեցին Երևանը, թանկացումներ բերեցին և այս ամեն ինչը սրանք շարունակելու են, իրենց բաղձալի նպատակն է խաբեն վաղաշապացիներին, կորզեն վաղաշապացիների քվեն, կոալիցիա կազմեն և նույն թալանը տեղափոխեն այստեղ։ Հիմա Մայր Հայաստանը մասնակցում է ու Մայր Հայաստանը խնդրում է ձեր աջակցությունը։ Վաղը չեմ միսօրը, շատ, հստակ, ուղիղ, որոշեք, գնացեք ընտրատեղամասեր, մասնակցեք և ձեր ձայնը տվեք Մայր Հայաստան կուսակցությանը, ոչ մի պարագայում Հանրապետություն, ՔՊ, այդ փոքրիկ խմբակներին ձայն չտակ, որ հետո մի քանի ամիս հետո, ինչպես երևանցիներն են իրենց գլխին տալիս, այս ամեն խայտառակ կառավարումն ու թանկացումները ձեր գլխին։ Մեր խորին շնորհակալությունը ևս մեկ անգամ և խնդրում ենք ձեզ, աջակցեք մեզ, քվեն տվեք Մայր Հայաստանին և որ իշխանազրկվեն ՔՊ-ն և Հանրապետությունը փոքրիկ կոալիցիոն խմբակները։ Շնորհակալություն։ Մայր Հայաստան!